Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում ենք եւ այս շաբաթ փորձել ենք անդրադառնալ ուսանողներին, երիտասարդներին, այսօր արդեն երկրորդ անգամ հյուրընկալում ենք Bill Armenia առողջապահական ուսանողների հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, այսօր փորձելու ենք անդրադառնալ այն թեմային, թե որքանով է կարևոր ընդհանրապես ուսանողական տարիներին, հատկապես բժշկական կրթություն ստանալիս տարաբնույթ համապարփակ ակտիվությունը, ինչքանով է դա նպաստում ուսանողի եւ ապագա բժշկի զարգացվածության մակարդակին։ Առողջ առավոտ, բժիշկ Ամիրյան։ Առողջ առավոտ, բժիշկ Ամիրյան։ Ուսանողական տարիները զբաղվել է ակտիվ նվիրել է ակտիվ հասարակական գործունեությանը, ինչպես եւ ես, եւ դրա համար շնորհակալ եմ։ Ունենք այն, ինչ ունենք։ Սիրելի հեռուստադիտող, այսօր մենք հյուրընկալել ենք Bill Armenia հասարակական կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետին, ապագա բժիշկ, Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, մեր ապագա գործընկեր Արինե Խանլարին։ Բժիշկ Խանլարի, կարծում եմ դուք արդեն հասկացաք, որ մենք ուրախ տաղավարենք, մենք հետաքրքիր ոչ ստանդարտ այդպես մտքերով օժտված գործընկերներ ենք։ Ես ուզում եմ մի փոքր պատմեք, ինչպես եղավ, որ դուք արդեն 4-րդ կուրսում, գուցե ավելի վաղ, արդեն բավական ճանաչված եւ միջազգային ճանաչում ունեցող հասարակական ուսանողական կառույցում ստանձնել եք HR-ի դերը։ Ինչ է ենթադրում, ինչ պարտավորություններ ունեք եւ առասարակ ինչպես են իրագործվում ձեր կադրերի ընտրությունը, այսպես ասեմ։ Նախ բարև ձեզ, բարի առավոտ, շնորհակալ եմ շատ հրավերի համար, շատ ուրախ եմ լինել այս տաղավարում։ Ես, ինչպես նշեցիք, 4-րդ կուրսի ուսանող եմ եւ բավական երկար ժամանակ հետեւել եմ հերվից այսպես Bill-ի գործունեությանը ու այսպես տարբեր իվենտների էի մասնակցում, բայց ոչ օֆիցիալ անդամ ու բավական երկար ժամանակ տեղյակ լինելով Bill-ի գործունեությունից, այսպես միշտ ուզում էի իմ ուսանողական առօրյայում ժամանակ գտնել Bill-ի համար, միշտ մտածում էի, որ եթե անում եմ, պետք է նվիրվեմ ամբողջովին ժամանակ տրամադրեմ ու այդպես եկավ 4-րդ կուրսը, ինչպես գիտեք, դաժան 3-րդ կուրսից հետո Ես ներգրավեցի Bill-ում որպես մարդկային ռեսուրսների համակարգող ու սա շատ պարտավորեցնող տիտղոս է որպես 4-րդ կուրսի ուսանող, որտեղ Bill-ը, ինչպես գիտեք, շատ լայնածավալ գործունեություն է ծավալում ու շատ կարևոր եմ համարում այս պաշտոնը եւ ընդհանրապես Bill-ի անդամ լինելը։ Ինչ եմ անում ես, ուրեմն կամ առհասարակ մարդկային ռեսուրսների համակարգողը պատասխանատու է Bill-ում մարդկային ռեսուրսների համակարգմամբ, այսինքն բոլոր կամավորների համակարգմամբ, դրանց հետ ճիշտ հասցեավորում իրականացնելու համար, այո, առաջադրանքների բաշխում, դրանց ընդհանուր ակտիվությունը ստուգելու եւ արժանի այսպես մասնակիցներին Bill-ում պահելու։ Ընդհանրապես կոմպետենտությունները ավելի շատ երևի թե դուք պետք է ստուգեք։ Այո, դա ամբողջովին իմ ուսերին է սպահին։ Բայց որտեղից է այդքան փորձառություն, դուք ընդամենը 4-րդ կուրսի դերատի աղջիկ եք։ Ես բավական Ես իմ տեսակով բավական շփվող մարդ եմ, այսինքն այդպես չգիտեմ բնավորության գծերով ու բախտի բերմամբ բավական հնարավորություններ եմ ունեցել տարբեր կազմակերպություններում մասնակցելու ու այսպես մարդկային որակներ ճանաչելու, ով է ավելի աշխատասեր, ով է գլուխ պահում, չգիտեմ, այսպես բաներ։ Այնինչ պետք է HR-ին։ Այո։ Եվ կարծում եմ այս հարցում իմ բախտը բերել է, որ ինձ վստահել են իրականում, որովհետև ձեր նշած, այսինքն ես չունեմ որևէ մասնագիտացում HR ոլորտում, բայց փաստաթի ինձ վստահել են մի բան, որը հուսով եմ կարդարացնեմ Bill-ի ամբողջ ղեկավարության սպասելիքները։ Դե ես առնչվելով Bill-ի հետ արդեն կոնգրեսի կազմակերպման աշխատանքներում, ցավի բժշկության առաջին հայկական միջազգային ամբողջ համագումարի տեխնիկական կազմակերպչական աշխատանքները պատվիրակված է Bill Armenia-ին, որը ինձ համար մեծագույն ռիսկ է, որովհետև որպես ասոցիացիայի նախագահ եւ առասարակ իմ կյանքի ամենից մեծ նախագիծն է գիտական, բայց սիրելով ռիսկի գնալ եւ վստահելով երիտասարդներին, որովհետեւ ինքս մեկն եմ ում ժամանակին հավատացել եւ վստահել են եւ դրա համար երախտապարտ եմ բոլոր ուսուցիչներից եւ ոչ ուսուցիչներից, պարզապես այն մարդկանց, ովքեր իմ մեջ տեսել են այդ պոտենցիալը, դե ես էլ խոսելու հետ մի քիչ այսպես սեր եմ եղել, ներկայացնելու, հետեւաբար ես կարծում եմ, որ այդ ռիսկը այլևս արդարացված է, այնինչ ես տեսել եմ այս օրերին, ինչպես եք դուք աշխատում։ Գիտեք ինչն է ինձ զարմացնում, ուսանողները բժշկական համալսարանում ունեն շատ ծանր գրաֆիկ, շատ ծանր տեսական, գուցե նաև արդեն
պրակտիկ նայածով որ փուլում է գտնվում, ինչպես է կարողանում հասնել։ Ես հարցի պատասխանը ունեմ, բայց այսպես մի փոքր մի քիչ ավելի մեծ սերունդ լինելով, ինչ-որ բան փոխվել է, ինչպես է կարողանում այդ ամենը հասնել եւ ինչպես են մեր երիտասարդ գործընկերները համաձայնում, ինչի դիմաց են համաձայնում ընդհանրապես այդ ակտիվությունը ցուցաբերել, ինչպես է խափում դրան։ Տեսեք, շատ գայթակղիչ է ընդհանրապես հասարակական ակտիվություն ծավալելը, այսինքն այսպես հերվից նայելը միշտ երանելի է, այսպես նայում ենք, ասում ենք, «Ոայ, ինչքան ժամանակ ունեն եւ այլն», բայց ես հիմա կասեմ հատ տատիկական այսպես արտահայտություն, որ մարդու մտքին տեղ լինի, իրոք էլի, որովհետեւ եթե մտքիդ դնում ես, որ դու պետքա սա անես, հաստատ կհասցնես, դա երկար տարիներ եղել է իմ կյանքի կարգախոսը, որ եթե մի բան որոշում եմ անել, ուրեմն պետքա ժամանակ գտնեմ եւ մասնագիտական, եւ հաճույքի համար, եւ մասնագիտության համար, ու մինչ այս պահը կարծում չի խանգարել ուսմանս որևէ հասարակական ակտիվություն, ու շատ կարևոր եմ համարում, որովհետև հասարակական ակտիվությունը ինձ համար էներգիայի աղբյուր է, այսինքն նոր մարդկանց, նոր ծանոթություններ ձեռք բերելը առհասարակ այսպես մի հատ նոր մտահորիզոն է բացում, որ մենք ձեր օրինակը հասկացել ենք, ավելին տեսել ենք արդեն եւ տեսնում ենք եւ ոչ միայն մենք ամբողջ Հայաստանը։ Հիմա խնդրում եմ ներկայացրեք, իսկ ինչպես են կարողանում մյուս գործընկերները ներգրավել, այնուհանդերձ ինչքան էլ որ թողնենք էնտուզիազմին, անհատական մակարդակում 20-80 է, այստեղ Պարետոյի կանոնը գործում է, 20% ուսանողները գուցե ավելի քիչ միշտ այսպես ստեղծագործ են, իրենք գտնում են իրենց միջավայրը, ինչպես դուք, ես, Բժիշկ Ամիրյանը եւ հազարավոր ուսանողներ։ Ինչպիսի մեխանիզմներ են գործում բիլում, որոնք որ գայթակղիչ են, որպեսզի ես լինելով ուսանող գամ եւ միանամ բիլի թիմին եւ դուք ինձ որպես HR ընտրեք, ասեք, այո, դու կարող ես այսպեսի եւ ինչ մեխանիզմներով եք ընտրում, ում ինչ ծավալ եք տալիս, մի քանի պրակտիկ օրինակներ եմ ուզում բերեք, թեկուզ մեր կոնգրեսի օրինակով։ Ուրեմն, ինչպես նշեցի, շատ գայթակղիչ է հասարակական ակտիվությունը առհասարակ ու այսպես ձեր նշած 20-80% հարաբերակցությունը շատ հաճախ սկզբում է 20-80, հետագայում դառնում է 30-70, 40-60 ու այսպես գնալով տարիների հետ մեկտեղ այդ մնացած 80% ներգրավվածությունը բարձրանում է, սա պայմանավորված է, կարծում եմ, համեմատությամբ, այսինքն յուրաքանչյուր անձ տեսնում է օրինակ իր նույն տվյալները ունեցող իր կուրսեցին, մասնակցում է հասարակական ակտիվիտետների ու ընդ իր հասցնում է, գուցե ես էլ փորձեմ։ Ու այդ գուցեներով այսպես բացվում են դռներ շատ մարդկանց համար, ու իմ կարծիքով բիլը այնպեսի կազմակերպություն է, որ ընձեռում է այդ հնարավորությունները, այսինքն նույն միջազգային կոնֆերանսների հնարավորություններով կամ այսպես հենց տեղական, այսինքն Հայաստանում ընթացող կոնֆերանսների միջոցով դա այն բացում այդ հնարավորությունները կամ հենց առաջիկա էքսպոն որ պետքա լինի առողջապահական, տեսեք օրինակ բիլը առանձին հայտարարություն է տեղադրում, որ բիլի անդամների համար պետքա գրանցվեք եւ մուտքը ազատ է։ Սա ինչ որ մեթոդ է, որը բիլին հետևող անձանց համար եւ գուցե բիլին հերվից հետևող, այսինքն ոչ բիլը հավանող, այո։ Բիլը դիտարկող այսպես, հա։ Այո, անձանց համար սա ինչ որ լծակ է, որով իրենք կմասնակցեն առաջին իրենց առողջապահական միջոցառմանը, ու այդպես գնում է։ Իմ կարծիքով սա երևի այն դրական կախվածություններից է, որ մարդ կարող է ձեռք բերի, էլի որպես բժիշկ, որպես հասարակության անդամ, այսպես առաջի քայլ անի, հետո երկրորդ քայլը ու արդեն ինտեգրվի այդ process-ի մեջ։ Բժիշկ Խանլարյան, ինչպես եք բավականին ծանր աշխատանք է իհարկե ընտրել մարդկային ռեսուրսներ համապատասխան, ինչպես եք դիտարկում դիմելության ակտիվության մասին կուզեի խոսեք եւ ինչպես եք կարողանում տարանջատել օրինակ այս մարդը կարող է այս ոլորտում այս մի этаպում ինչ որ մի ակտիվություն դրսևորել, ինչպես է այդ ամեն ինչ համակարգվում։ Տեսեք, սկզբում on-line application-ների, on-line հայտարարագրերի փուլն է, ներկայացնում են, այնտեղ կան բավականին խորը հարցեր, թե ինչ մոտիվացիա եք տեսնում բիլում, առհասարակ ինչի համար եք դիմում, ինչ որտեղ եք տեսնում ձեզ օրինակ բիլում մի քանի տարի հետո, ինչ եք սպասում բիլից, ինչ ակնկալիքներ ունեք, ու այս հարցերին մանրակրկիտ պատասխանելուց հետո HR թիմի ղեկավարությունը պատասխանները բնականաբար ուսումնասիրում են եւ ընտրում է հնարավոր տեխնացուներին, որից հետո արդեն ինտերվյուների, հարցազրույցների փուլն է, որը պետքա այսպես մարդկային շփում է, էլի ակնկալում եւ այդ մակարդակում արդեն հասկանում ենք տվյալ տեխնացուն կոմպետենտ է թե ոչ։ Այսինքն համապատասխանում է գուցե իրավիճակների, ինչ որ իրավիճակներ ենք ներկայացնում, տվյալ իրավիճակին ինչպես կարձագանք են, ինչպես այնց կրիզիսներ որ լինում են, ինչպիսի հմտություններ կցուցաբերեն։
Որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ ոչ պաշտոնական, պաշտոնական, բայց ոչ այդքան պաշտոնական, հա, այսինքն դուք ինչպես եք դիտարկում մարդկային ռեսուրսների կառավարումը ընդհանրապես առողջապահության ոլորտում, որովհետև սկսել հիմա եւ ինչքանով է բիլը օրինակ նաեւ զուգահեռ փորձում մարդկային ռեսուրսների կառավարման ինչ որ դասընթացներ կազմակերպել կամ այս ոլորտը քաջալերել, որովհետև ապագա բժիշկը այն սերուցքն է, այն սերմն է, սերմի հատիկն է, նմուշն է, որ պետք է դառնա ինչ որ մեկը, եւ մենք շատ լավ գիտենք, որ ընդհանրապես Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացը եւ այս մասնագիտությունը եկավ եւ վերջին 10 տարիներին հատկապես, գուցե վերջին 3-ին ավելի ինտենսիվ, սկսում է արդեն փոխարինել կադրերի վարիչ հասկացողությանը, որը որ բազային կոնֆլիկտն է, որովհետեւ մենք ասում ենք մարդկային ռեսուրսների կառավարումը միանգամայն այլ բան է եւ փաստաթղթաշրջանառությունը լրիվ այլ բան է։ Դուք ինչպես եք տեսնում, ինչ բացեր կան, որովհետև ես անձամբ կարծում եմ, որ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը առողջապահության մեջ խիստ խաղում է դեռևս։ Շատ երկար ճանապարհ ունի անցնելու ի համեմատ շատ ոլորտների, որտեղ մարդկային ռեսուրսները շատ ավելի հստակ են դրված։ Ոնց եք դուք պատկերացնում զուտ որպես մասնագետ կամ ուսանող, որ ունի տեսլական այս հարցի։ Ես որպես հենց Bill Armenia-ում որպես կամավոր, ես ինքս շատ կարևոր եմ համարում, որ հետագայում նույն այդ տրեյնինգները արդեն մասնագետ HR մասնագետների կողմից ինչ որ տրեյնինգներ լինեն, որոնք կսովորեցնեն ինչպես ճանաչել մարդուն, ինչպես օրինակ հասարակ հարցազրույց, ինչ թիրախային հարցեր ուղղել մարդկանց, որպեսզի այսպես իրենց թույլ կամ ուժեղ կողմերը հասկանալ, սա շատ կարևոր է եւ առողջապահական ոլորտում գերկարևոր խնդիր է, որովհետև բժիշկը շփվում է, այսինքն ամբողջ իր կարիերայի ընթացքում մարդկային շփումներով է իր կարիերան կառուցում, ու սա շատ կարևոր է հասկանալու համար եւ հիվանդին, այսինքն եւ պացիենտ բժիշկ հարաբերությունների համար եւ բժիշկ հարաբերությունների համար եւ իմ կարծիքով Հայաստանը դեռ ձեր շատ մեծ այսպես տեղ ունի գնալու է։ Ավելին ես կարծում եմ, որ մարդկային ռեսուրսների կառավարում առարկան պետք է դասավանդվի բուհական կրթության շրջանակներում, անկախ նրանից դու շահառուների որ թիմում ես, ներքին շահառու ես, դու գործատուն ես, թե աշխատակիցն ես, դու պետք է պատկերացում կազմես, ինչ է մարդկային ռեսուրսների կառավարումը, որ հետո դու մարդկային ռեսուրսների կառավարչիդ հետ կարողանաս ճիշտ երկխոսել, որովհետև շատ կարևոր է, որ եթե բաժանմունքի ղեկավարը բժշկին հանրահարական է տալիսի պաշտոն է, բժիշկը շատ լավ գիտի ինչի համար է տալիս։ Մարդկային ռեսուրսների կառավարիչը գործ ունի մարդկանց հետ, ովքեր չեն հասկանում նա ինչ է ասում, որպես այդպեսին, որովհետև չեն պատկերացնում ինչ է մարդկային ռեսուրսների կառավարումը։ Հետևաբար խորապես համոզված եմ, որ եթե ոչ ֆորմալ կրթության մեջ, ապա ոչ ֆորմալ կրթության մեջ գոնե թե պետք է ինչ-որ ծրագրեր լինեն ավելի շատ բժիշկների համար եւ առաջարկում եմ ձեզ եթերում փոխանցել ձեր ղեկավար կազմին, ձեր բորդին, որպեսզի դուք շուտով սկսեք նախաձեռնել մարդկային ռեսուրսների կառավարման դասընթացներ, ծրագրեր հենց բժշկական կրթություն ստացող ուսանողների համար։ Դա կլինի ձեր այցեքարտերից մեկը, սա հաստատ այս ուղղության մեջ։ Բժիշկ Ամիրյան, կարծեմ հարց ունեիք։ Այ ես ուզում եի խոսեիք ձեր ակնկալիքների մասին, ապագայում ինչ եք պլանավորում եւ բիլի շրջանակներում, արդյոք այդ գործունեությունը, որ հիմա ծավալում եք, շարունակելու եք եւ ինչ լայն սպեկտրներ եք պատկերացնում, որ հետագայում բիլը կարող է ավելի կարելի ասել համալրում, որը որ օգուտ կլինի ուսանողների։ Եթե կամ փակագծեր փորձեք բացել փակագծեր մի քիչ։ Մի քիչ կդժվարանամ բացել փակագծեր, որտեղ չունեմ արտոնությունը դա անելու։ Բայց սիրով կնշեմ, որ որպես այս պահին այսպես term-ի մարդկային ռեսուրսների կառավարող ես ակնկալում եմ հաջորդ տարի մարդկային մեծ թվի համալրում, այսինքն մենք փորձելու ենք այնպես անել, որպեսզի բիլը հասանելի լինի բոլորի համար, բոլոր առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար, եւ սա իրենց կենթադրի նոր կադրերի ընդունում, բիլի կազմում, որը միշտ ավելի զարգացման է տանում կազմակերպությունը, որտեղ նոր կարծիքներ, նոր մտահղացումներ ու նոր աշխարհայացքներ են գալիս, որոնք որ ստիպում են դու քո աշխատանքին նայես ուրիշ տեսանկյունից։ Սա երևի համար մեկը, իսկ կարող եմ նաև նշել, որ երևի ակնկալում ենք միջազգային սպեկտրի ներգրավվածություն, շատ հուսով ենք, որ ապագայում կկարողանանք կազմակերպել կոնֆերանս, որտեղ որ կներգրավեն նաև միջազգային, այսինքն դրս արտերկրից եկող մասնակիցներ, որը եւ ազգային տեսանկյունից Հայաստանի համար է նպատակային, այսպես որ Հայաստանի անունն է, այսպես ամբողջ աշխարհում
տարածվում եւ մեզ համար որպես կազմակերպություն, որպես հայկական կազմակերպություն, որ մենք ենք պատասխանատու դառնում արտերկրից եկող կանանց։ Վստահ եմ, որ քննարկել եք, բայց Բժիշկ Օգանեսյան, անձամբ ձեզ դիմում եմ եթերից, ես առաջարկում եմ, որ դուք կազմակերպեք ուսանողական ամենամյա հայկական միջազգային համագումար բժշկական ուսանողների եւ ամբողջ աշխարհին հավաքեք, ես կարծում եմ, որ ձեր բոլոր ավակ ընկերները ամբողջությամբ կսատարեն ձեզ եւ կաջակցեն, դա փոքր ռեսուրս չէ այլևս եւ սա կարծում եմ ֆանտաստիկ մի տարեկան ամենամյա բրենդինգը կլինի Բիլի, ամենամյա համագումար ոչ թե ուղղակի օրինակ IBH-ը ինչ որ անում եք, հա, վնասակար ուրեմն սովորույթների, վնասակար ուրեմն հեբիտների, էլի սովորույթների վերաբերյալ այս քննարկումը, որը անելու ենք նաեւ էքսպոյի շրջանակներում, այլ ձեր բրենդային կոնգրեսը, համագումարը կամ ֆորումը կամ ասամբլեան, ինչ ուզում եք անունը դրեք։ Ես մի այսպես հարց տամ ձեզ, ընկեր HR, ձեր հոսունության գործակիցը Բիլում քանի տոկոս է կազմում մոտավորապես մարդկային ռեսուրսների։ Այսպես, այսինքն ինչքան մարդ է գալիս, ինչքան մարդ է գնում, հոսունությունը որքան է ձեր մոտ կադրերի, ինչ տոկոս է կազմում մոտավորապես, բարձր է այդ տոկոսը։ Համեմատած նախորդ տարիներին այս տարի ավելի բարձր ցուցանիշներ են գրանցել, դա երևի սոցիալական մեդիայի այսպես ազդեցությունն է, որովհետև շատ մեծ ազդեցություն է, այսինքն շատ մեծ աշխատանք է տարվել սոցիալական հարթակներում։ Բայց դա լավ ցուցանիշ չէ։ Ինչու՞։ Որովհետև հոսունություն նշանակում է, որ շատ մարդ գալիս է, շատ մարդ գնում է, քիչերն են գալիս եւ մնում կազմակերպությունում։ Հոսունությունը դա է, դուք այլ ցուցանիշի մասին եք համալրումը նկատի։ Իսկ ես հարցնում եմ հոսունության մասին, մոտավորապես ենթադրենք 10 մարդ եկավ, քանիսն է մնում, քանիսն է հեռանում Բիլից, կամ 10 նորը եկան, քանիսն են հներից հեռանում։ Հոսունության ցուցանիշը բարձր է ձեզ մոտ։ Չեք հաշվել, կհաշվեք եւ կորոշեք։ Այսպես փորձեցի ինքնահաստատվել ձեր հաշվին, իբր ես HR-ից ինչ որ բան եմ հասկանում, իրականում կազմակերպությունները ունեն հոսունության ցուցանիշ կադրերի եւ սա շատ կարեւոր է եւ կա մոտավորապես նորմալ ցուցանիշ, չեմ հրապարակիկ, ուսումնասիրեք եւ հաջորդ անգամ դուք արդեն երբ որ առիթ լինի ինձ կասեք, տեսնեմ ինչքանով եք ուսումնասիրել։ Իրականում եթե մենք վերադառնանք մեր հիմնական տոպիկին, մենք երկու կտորից փաստորեն խոսեցինք, վերջնամասում գոնե թե խոսենք ընդհանրապես ուսանողների, մենք մարդկային ռեսուրսների մասին բավական լավ խոսեցինք։ Ինչով է կարեւոր ուսանողի կյանքում Ինչու եմ ես երկու տիպի ուսանողներից մեկին պատկանում, մեկը որ որոշել է որ ես եկել եմ եւ միայն պետք է կրթվեմ, մյուսը որ ես պետք է երևի թե 3 տեսակ եմ, ես պիտի չկրթվեմ միայն ակտիվություններ ունենամ, եւ երրորդը երբ որ ոսկե ստանդարտն է, երբ որ ես համ լավ սովորում եմ, համ էլ ունեմ շատ լավ ընկերություններ, ունեմ ակտիվություններ, ձեռք եմ բերում նոր փափուկ հմտություններ։ Ի վերջո ձեր խորհուրդը որպես ակտիվ երակտիվ անձնավորություն, ինչքանով է կարեւոր հասարակական ակտիվությունը։ Ես շատ կարևոր եմ համարում, որովհետև այդ ձեր նշած ոսկե միջինը գտնելը առհասարակ կյանքում է կարևոր եւ որպես բժիշկ, այսինքն ապագայում ծանրաբեռնված առօրյա ունեցող անձ, շատ կարևոր է ժամանակի կառավարումը, time management ասվածը, որը հենց պատանի դեռահաս տարիքում է ձևավորվում, համատեղել երկու բան, մեկը հաճույք, մեկը մասնագիտություն եւ հասկանալ, որի վրա ավելի շատ ժամանակ ծախսել, որի վրա ավելի քիչ, կամ կյանքի որ փուլում ավելի շատ ժամանակ ծախսել, որի վրա, սա շատ կարևոր է եւ ուսանողական տարիներին հատկապես, որովհետև այս են ծաղկուն տարիքն է, էլի տատիկական ինչ-որ արտահայտություն, որ պետքա հնարավորինս շատ անել, որովհետև հետագայում, այսինքն կյանքի հետագա փուլերում նոր հոգսեր են առաջանում, չգիտեմ, նոր դժվարություններ են առաջանում, որոնց հետ մեկտեղ գուցե հասարակական ակտիվությունը այնքան էլ համատեղելի չլինի։ Եվ որպես ապագա բժիշկ հասարակության մեջ ինտեգրվելն է շատ կարևոր, նոր մարդկանց ճանաչել, նոր ծանոթություններ ձեռք բերել, բժիշկ ընկերներ, բժիշկ ծանոթներ ձեռք բերել հետագա կապերի ամրապնդման։ Ես մի գաղտնիք բացեմ, Ես էլ եմ ուզում ասել, քանի բժիշկ իրականում հնարավոր է լինելով բժիշկ ակտիվ գործունեություն ծավալելով, պրակտիկ բժիշկ լինելով, իրականում հնարավոր է զբաղվել հասարակական։ Ես գիտեի։ Կարծում որովհետև Ես իմ փորձից եմ ձեզ ասում։ Դուք գտել եք երևի այդ ոսկե միջինը։ Ես ասեմ ոչինչ չի փոխվում, փոխվում են դերերը, պաշտոնները, հարթակները, նրանք ովքեր օրինակ ես եւ բժիշկ Ամիրյանը, մենք տիպիկ true-end բժիշկներ ենք, դրա մասին նույնիսկ վերջերս հաղորդում ենք ունեցել, ովքեր ենք մենք, մարդիկ ովքեր ուսանողական տարիներին տիտիկ չէին տալիս եւ բացի ուսումից այլ հարցեր լավ էին սովորում թե վատ, դա արդեն հերոստատիտողը մեր պացիենտները կարծում եմ ես ամենից լավ արձագանքը կտան, դա շարունակվում է, դա մարդու տեսակ է։ Այն ինչ որ մենք հիմա անում ենք
ինչով որ զբաղվում ենք, սա հասարակական ակտիվություն է։ Սա մենք անում ենք մեր ընտանիքի հաշվին, մեր առողջության հաշվին, մեր ժամանակի, բայց մենք դա չենք անում որպես պարտավորություն, մենք հաճույք ենք ստանում այս գործընթացից իրազեկելով մեր սիրելի հանրությանը։ Բժիշկ Ամիրյանը ֆանտաստիկ երգում է, դու գիտեք, որ էքսպոյի ժամանակ նա ինձ հրավիրել է, ես էլ ուժերս եմ փորձելու, որ միասին համերգ ունենանք։ Նայեք, եթե մենք ուսանողական կառույցներում ինչ-որ ակտիվություն ենք անում, հետագայում սա այս մարդիկ են, որ դառնում են բաժանմունքների ղեկավարներ, դառնում են հիվանդանոցների ղեկավարներ, դառնում են ասոցիացիաների նախագահներ, եւ սա շատ հստակ ուրվագիծ է եւ ձեռագիր է։ Որովհետեւ կներեք ընդհատեցի, դա հետաքրքիր այսպես հմտությունները զարգացնում, այսինքն ոչ մասնագիտական, նույն խոսակցական, չգիտեմ, այսպես հաղորդակցման հմտությունները զարգացնում կամ կազմակերպչական, որոնք որ հետագայում շատ ավելի իսկ այն մարդիկ, ովքեր ուսանողական խորհրդարանի դուռն չեն բացում, ոչ մի կողմնակի ակտիվություն չեն անում, այդ մարդիկ շարունակում են մինչև վերջ որպես կանոն բացառությունները հաշվի չեն առնում, միշտ մնում են կլինիցիստ սկզբից մինչև վերջ եւ սա նորմալ է։ Այդ նույն երիտասարդ ուսանողները հետո տարբեր հարթակներում իրենց դրսևորում են։ Մեզ մնում է շնորհակալություն հայտնել բժիշկ Խանվարիին։ Ձեզ հաջողություն մաղթել երկու ուղղության մեջ, ձեր հիմնական կրթության մեջ, որ դառնաք ֆանտաստիկ լավ բժիշկ, որոշել եք արդեն ինչ բժիշկ եք դառնալ։ Որոշեք, կողմնորոշվեք կամ առողջապահության կազմակերպիչ կամ երկուսը մեկում որոշած հավանական է ձեր դեպքում։ Եվ իհարկե Bill Armenia-ի շրջանակներում որպես HR վաղը մեկ այլ պաշտոնում գուցե հա ձեզ հաջողություն ենք մաղթում, որովհետեւ մենք շատ բարձր ենք գնահատում այդ եռանդը, այդ ուժը, որ դուք որպես երիտասարդներ ներդնում եք։ Սիրելի գործընկեր, ձեզ եւս շնորհակալություն հերթական ձեզ եւս բժիշկ Ավետիսյան արդյունավետ առողջ առավոտվա համար։ Սիրելի հեռուստադիտող, վստահ ենք, որ մեր դրական եւ կենսախինդ ժպիտները եւ տրամադրությունն ու վայբը, այսպես կոչված, փոխանցեցինք ձեզ առողջ առավոտ, առողջ եղեք ամբողջ ընտանիքով Գերդաստանով, մենք հայությամբ առողջ լինենք, կհանդիպենք շատ շուտ։ Վաղ առավոտյան։